Ինչ վերաբերում է 16,000-17,000 քվեարկողների հնարավոր կրկնա քվեարկության ռիսկերի։ Մենք դրա վերաբերյալ որևէ բովանդակային հակափաստարկ չենք ստացել։ Այդ կասկածը որպես խարան մնալու է։ Այդ ընտրությունների կազմակերպումը որպես ընտրողի կամքի ազատ արտահայտման միջոց որպես խարան մնալու է, եւ ես սա ցավով եմ ասում։ Որովհետև եթե մենք խոսում ենք ընտրողի կամքի ազատ արտահայտման մասին, դա պետք է լինի եւ ընտրական տեղամասում, եւ մինչ ընտրական տեղամասում։ Եթե անձին քվեարկության պրոցեսին մասնակից դարձնելը լինում է նման համակարգային կազմակերպված գործողությունների արդյունքում, մենք այդտեղ կամքի ազատ արտահայտում չենք ունենալու։ Իսկ կրկին այն մտահոգությունը, որը մենք ընդգծել էինք, մենք դրա փարատում չենք ստացել։ Հետևաբար չստանալն էլ իրենից ենթադրում է սահմանադրության 7-րդ հոդվածի տեսանկյունից անհամատեղելի իրավիճակ։ Բարձր դատարան, մենք նաև այս ընտրությունները իսկապես պետք է արձանագրենք որպես Հայաստանում կուսակցապետության հիմնարար մշակույթի ձևավորման մի ճանապարհ։ 90% անձանց պետական պաշտոնյաներ, նախընտրական ցուցակ, դրա շրջանակներում պետական վարչական բոլոր լծակների օգտագործում եւ այդ ամենը պետք է ներկայացվի իբրև հավասար ընտրությունների օրինակ, չի կարող այդպես լինել։ Մենք տեսել ենք այս ընտրությունների շրջանակներում, թե ինչ է տեղի ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Եվ նույն պատասխանողը օգտվեց իր լռելու իրավունքից հենց այդ հարցադրման շրջանակներում։ Որովհետև իրենք գիտեն, որ պարտավոր էին անել վերաքվեարկություն։ Որովհետև եթե իրենք հարգում են վարչական դատարանի վճիռը, պարտավոր էին այն հարգել մինչև վերջ, ստիպված լինելով անել վերաքվեարկություն, չեն արել։ Բարձր դատարան սահմանադրությունը նախատեսում է, որ սահմանադրական դատարանը լուծում է ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ վեճերը։ Սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Այո, սահմանադրական դատարանի նկատմամբ լինի ճնշումը, լինի սկեպտիցիզմը, լինի օպտիմիզմի դեֆիցիտը, այդ ամենը իհարկե եւս կումուլատիվ էֆեկտ ունի։ Հատկապես երբ մենք դատաքննություն ենք ունենում ինտենսիվ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ եւ այդ ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենց պաշտոններն է որոշում։ Իմանալով հանդերձ, որ նույն այդ որոշումները պարզապես կարող են ունենալ 0 արժեք, եթե սահմանադրական դատարանը որոշում է ընտրության արդյունքները ճանաչել անբավեր, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների պաշտման նոր կարգ։ Սա արդյոք բացասական կարող է ասել, այո կարող է ասել։ Բայց սահմանադրական դատարանը վերիշխանական մարմին է։ Կարող է լինել այդպիսին, պետք է լինի այդպիսին։ Բարձր դատարան մենք գտնում ենք, որ մեր դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անբավեր։ Իսկ բխող հետևանքները թող որոշի բարձր դատարանը։